Փողի փոխանակման կետերի մեծ մասը փակ է, աշխատող կետերի մոտ հսկայական հերթեր են, խանութներում էլ աննախադեպ խուճապ է։ Ադրբեջանցիները փորձում են իրենց ազգային տարադրամի պաշարները վերածել կամ արտարժույթի, կամ ապրանքի։ Գնում են ամեն ինչ՝ տեխնիկա, սպասք, կահույք, մեքենա, որևէ ապրանք, որը թանկ է եւ երկար կծառայի կամ հետագայում կվերավաճառվի։ Ազգային տարադրամի մանաթի գինը երեկվա վճռով այլևս որոշվում է լողացող կուրսով։ Եթե դեռ կիրակի օրը 1 ամերիկյան դոլարն արժեր 1 մանաթ կես քեփիկ, ապա երեկվանից 1 այսպես ասած կանաչը արժե 1 մանաթ 55 քեփիկ։ Փոխանակման կետերի առավել ճարպիկ աշխատողները 1 դոլարը առաջարկել են 1.60 մանաթով։ 3 մեծ թվով խանութներ պարզապես փակվել էին, քանի որ խուճապահար մարդիկ անմիջապես փորձել են ինչ-որ իր ձեռք բերել, նախքան առևտրականները կբարձրացնեն գները։ Դրամի փոխանակման կետերում սահմանել էին դոլար գնելու առավելագույն չափը, $500-ից ավել չէին փոխանակում։ Ես բանկերին պարտք էի $100,000, մի գիշերում պարտքս հասավ 150,000-ի, ավելացավ 50%-ով։ Բա կարելի է այդպես կողոպտել մարդկանց։ Սա աղետ է, սրանք տունս քանդեցին։ Ադրբեջանի կենտրոնական բանկը երեկ հայտարարել է, թե մանաթի լողացող կուրսի որոշում է ընդունել պետության արտարժույթի պաշարները պահպանելու համար։ Ընդդիմությունն, ինչպես նաև մեծ թվով տնտեսագետներ դատապարտել են մանաթը այդ աստիճանի անսպասելի եւ դրամատիկ արժե զրկելու կենտրոնական բանկի վճիռը։ Ադրբեջանի ժողջակատի նախագահ Ալի Քերիմլին ասել է, թե իշխանությունը սպանում է ազգային տարադրամը։ Մանաթը սպանում են եսասեր, կոռումպացված եւ անկարող իշխանավորները, ասել է Քերիմլին եւ ավելացրել. Հիմա կլինի գնաճ, ռոճիկները, թոշակները, ավանդները, ամեն ինչ մանաթով է, 55%-ով արժեզրկվում է։ Իդեպ սա Ադրբեջանում 2015-ին արդեն երկրորդ խոշոր արժեզրկումն է։ Առաջին անգամ մանաթը դոլարի նկատմամբ 30%-ով արժեզրկվել է ընթացիկ տարվա փետրվարին։ Շարքային քաղաքացիներից մեկն էլ մեր ռադիոկայանին ասել է. Պարզ է, սրա պատճառը նավթն է։ Փորձագետները հենց այդ բացատրությունն են տալիս։ Իսկապես համաշխարհային շուկաներում նավթի գնանկում է։ Վաղ թե ուշ պետք է հարվածի տակ հայտնվեին այն երկրները, որոնց հիմնական եկամուտը էներգակիրներն են ապահովում։ Նման օրինակ ճգնաժամ է նաև Ղազախստանում եւ Ռուսաստանում։